Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր փետրվարի 15։ Տերը հիշում է մեզ, նա կօրհնի, Սաղմոս 115-րդ գլուխ 12-րդ խոսք։ Ես կարող եմ հաստատել առաջին խոսքը, իսկ դուք, այո, Տերը հիշում է մեր մասին, հոգ է տանում, մխիթարում է, ազատում և առաջնորդում է մեզ։ Իր նախախնամությամբ բոլոր դրսևորումներում նա հիշում է մեզ, երբեք չանտեսելով մեր խոնարհ գործերը։ Նրա մտքերը լի են մեզանով։ Սա հիշել բառի մեկ այլ իմաստն է։ Այդպես է եղել միշտ առանց որևէ բացառության, սակայն հատուկ պահերին մենք ավելի հստակ ենք տեսնում այս հոգատարությունը և այդ պահերին առավել ենք գիտակցում անսահման երախտագիտությամբ։ Այո, Տերը հիշում է մեզ։ Հաջորդ խոսքը նախորդի տրամաբանական եզրակացությունն է, քանի որ Աստված անփոփոխ է, նա ապագայում էլ կհիշի մեզ ինչպես ներկայում, և նրա հոգատարությունը համարժեք է օրհնության։ Սակայն այստեղ մենք ունենք ոչ միայն բանականության եզրակացություն, այլև ոգեշնչման հռչակագիր։ Մենք այն ունենք Սուրբ Հոգու հեղինակությամբ, նա կօրհնի մեզ։ Սա նշանակում է մեծ և անբացատրելի բաներ։ Այս խոստման հենց անորոշությունը ցույց է տալիս դրա անսահման հասանելիությունը։ Նա կօրհնի մեզ իր աստվածային ձևով հավիտյանս հավիտենից։ Հետևաբար, եկեք մեզանից յուրաքանչյուրը բացականչի. օրհնիր Տիրոջը, ով իմ